ուղղակի հարցը որ ես ուզում եմ հասկանալ, այս հարցով մենք ում ենք օգնում այն երեխաներին, որոնք բռնության են ենթարկվում, թե այն կանանց, որոնք ուղղակի սիրում են բողոքել եւ անդադ ամուսիններից բողոքում են, որովհետեւ ոստիկանությունում էլ կարող են բանանել, հաստատել, որ կանայք կան, որոնք սիրում են անդադար դիմումներ ուղարկել առանց պատճառի։ Հիմա եթե անվճար ենք սարքում, հիմա էլ դատարաններ այդ հայցադիմումներն են ահռելի չափերով ավելանալու։ Ոստիկանության հետ քննարկել եք այս հարցը օրինակներ, որովհետև մենք մի կողմն ենք նայում, ասում ենք մարդկանց օգնում ենք, որ հեշտ բողոքեն, մի կողմին նայել եք, որ երբեմն եւ շատ հաճախ անհիմն բողոքներ են լինում։ Այս մասին մենք մտածել ենք, թե չէ։ Երեգեր երբեր արդեն մոռացա, քննարկման էինք բարձրագույն դատական խորհրդի եւ պարզվեց, որ դատարանները դեռ լեցուն են հայցերով եւ մի դատավոր 1400 գործ է քննում օրինակ։ Մենք այս ինչին ենք նպաստելու սա եւ կարող եք ասել այդ գումարը ինչքան է որ պետքա վճարի, որ այդ բռնության դեմ բողոքի։ Մի այդ հացա ինչքան փողից ենք մենք իրան, ինչքան գումարով ենք օգնում։ Խնդրեմ Իրին Բաթոյան։ Շնորհակալ եմ, պարոն Ազարյան, ընդհանրապես փորձը եւ միջազգային եւ Հայաստանում ցույց է տալիս, որ բռնության ենթարկվողները հիմնականում իհարկե ոչ միայն եւ ընտանեկան բռնության ենթարկվողները կանայք են եւ իհարկե երեխաները, որոնք նաեւ ականատես կարող են լինել այդ բռնությանը։ Այս իմաստով, եթե բռնության ենթարկված անձն է դիմում դատարան, այսինքն ներողություն պաշտպանական որոշման համար, որովհետև միայն այս որոշման համար կարող է դիմել դատարան անհետաձգելի որոշումների կամ նախազգուշացման համար դատարան դիմելու անհրաժեշտություն չկա, այդ որոշումները կայացնում է ոստիկանությունը։ Եթե բռնության ենթարկված անձը դիմում է դատարան, գործող կարգավորումներով անվճար է, այսինքն այստեղ պետական տուրք չկա սահմանված, բայց այս նախագիծը ինչի մասին է, երբ ինքը դիմել է դատարան, այսինքն ոստիկանությունը կայացրել է պաշտպանական կամ նախազգուշական որոշում, դատարանը պաշտպանական որոշում եւ բռնության ենթարկողը բողոքարկել է որոշումը, այսինքն հանևել է որոշումը եւ այս բողոքարկման հետ բռնության ենթարկված անձը համաձայն չէ եւ դիմում է որոշումը վերանայելու, այսինքն վերացնելու համար, այս դեպքում արդեն պարտավոր է վճարելու։ Պատկերացրեցինք մի դեպք, հա, երբ որ կինը օրինակ դիմել է բռնության պաշտպանական որոշման, հա, այս դեպքում, ինչպես նշեցի Տիկին Ղազարյանի հարցինի պատասխան, սկսվում է տուրք օրինակ 20,000 պատիկի չափով բազային տուրքի եւ օրինակ, եթե խոսքը 3 երեխայի մասին է եւ պետք է որոշի 3 երեխայի բնակության վայրը կամ ծնողական իրավունքների հարց կա, կրթության դաստիարակության հարց կա, ում հետ պետք է բնակվի երեխան, ինչպիսի տեսակցություն կա, հա, այսինքն դա չի վերաբերում միայն իրեն կնոջը, որը բռնության է ենթարկվել, այլ նաեւ երեխաներին, որոնք պիտի ապրեն իր հետ կամ հոր հետ եւ այլն։ Այս դեպքում կախված նրանից, թե ինչպիսի հայց է եւ քանի գործ պիտի քննվի, յուրաքանչյուր հայցի համար կա առանձին տուրք եւ դա կարող է տատանվել 20,000-ից մինչեւ, չգիտեմ, 80,000 դրամ եւ ավել կամ ավելի քիչ։ Արձագանքներ, պարոն Ազարյան։ Ես ենթահարց տամ, այսինքն եթե կինը, որ դուք նշեցիք որպես կանոն կանայք են բռնության ենթարկվում, ասենք երբեք հաշվի չեք առնում, որ տղամարդիկ էլ հիմնականում ենթարկվում են հոգեբանական բռնության, բայց երբեք դատարան չեն դիմում եւ դժվար է ասել արդեն առողջության համար, որ նա ավելի ծանր անդադար հոգեբանական բռնության ենթարկվելը, թե ֆիզիկական, որ տարա մեկնաբանություններ չլինեն, ես միանգամից ասեմ, որ ես կողմ եմ բռնություն ենթարկած ամուսնուն, կին, տղամարդ, հատկապես երեխաների ներկայությամբ կամ երեխաների դեմ բռնությունը պետքա խիստ պատժվի, այստեղ միանշանակ ոչ մի խոսք չկա, ես խոսում եմ
այն մասին, որ տեսեք դուք ասում եք դատարանը որոշեց, որ բողոքը անհիմն է, կինը նորից է բողոքում։ Այսինքն մենք չենք վստահում մեր դատարանին եւ այդ կնոջը եւս մեկ անգամ այդ ընտանիքը խառնելու հնարավորություն ենք տալի, թե ինչ ենք ուզում մենք սրանով անենք, որ անդադար բողոքեն ամուսիններից, մի հատ էլ գուցե մրցանակ սահմանենք, ավելի շատ բողոքող կանանց մրցանակ տանք, բան անենք։ Ես այս նայեք, տեսեք դուք ասում եք դատարանը որոշեց, որ բողոքը անհիմն է։ Դուք ասում եք կինը հետո ուզում է բողոքի, արդեն պետքա գումար տա, եկեք գումարից ազատենք, որ ինքը հանգիստ բողոքի։ Այս ես դրա համար եմ ասում, ես մեր ներքին գործերի նախարարության աշխատակիցների հետ գործի բերումներով շատ եմ աշխատել, որ կան մարդիկ, որոնք հակված են անդադար բողոքներ գրելու, բողոքներ ամուսնու նկատմամբ, չգիտեմ, իրենց հետ ապրող ամուսնու եղբոր նկատմամբ անդադար բողոքներ են գրում։ Հիմա այդ բողոքները գնալու է դատարան, անդադար ես սրա մասին եմ անհանգստացած եւ ոչ թե բռնարարներին կոչ եմ անում ազատություն տալ։ Չէ, ես խնդիրը այն մասին է, որ կան բողոք գրելու հակվածության մարդիկ, որոնք անդադար տարբեր նպատակներով բողոք են գրում, հիմնական հասկանալի է ինչ նպատակներով։ Ես իմ մտահոգությունը սա է։ Շնորհակալ եմ, պարոն Նազարյան, ես ձեր մի քանի մտահոգության արձագանքեմ։ Այս նախագիծը իհարկե վերաբերում է պետական տուրքին, այսինքն մենք կարգավորումներ այն իրավունքների կամ իրավունքի իրացման դաշտում, թե քանի անգամ մարդը կարող է բողոքել, ուր կարող է բողոքել, դատարան բողոքել, թե ոչ, դրան չի անդրադառնում այս նախագիծը իհարկե, բայց ես ուզում եմ նշել, որ թե հոգեբանական, թե ֆիզիկական, եւ թե սեռական, եւ թե տնտեսական բռնության տեսակները ընտանեկան բռնության տեսակ են համարվում, եւ դրանից պետք է պաշտպանվեն բոլորը, այսինքն օրենքը բնականաբար սեռային տարբերություն չի դնում, այս իմաստով, եթե մենք ունենք նաև իհարկե դեպքեր, որտեղ տղամարդիկ են ենթարկվել բռնության, բայց նորից եմ կրկնում, այդ դեպքերը էականորեն ավելի քիչ են եւ հիմնականում արդեն նշեցի բռնության ենթարկվողները կանայք են։ Այս իմաստով մեր օրենսդրությունը ամբողջությամբ պաշտպանում է բոլոր մարդկանց իրավունքները ընտանեկան բռնությունից։ Ինչ վերաբերում է դատարաններին, ես այստեղ ուղղակի ի դեպով ես ուզում եմ նշել, որ պարոն Նազարյան, օրինակ միջազգային փորձ են երկրները, որտեղ ընտանեկան բռնությունից պաշտպանությունը շատ ավելի մեծ փորձ ունի, ավելի ինստիտուցիոնալ է եւ ավելի երկար ժամանակ ունեն իրենք օրենսդրությունը, դատարանները նույնիսկ այս բողոքները առաջին բողոքները բռնարարներից ենթադրյալ չեն էլ հաստատում։ Այսինքն այն դեպքում, երբ մենք հիմա գնում ենք Տուրքից ազատելու են կանանց, որոնք վերացնում են այդ բանը բողոքը, հա, միջազգային փորձը, երբ դատավորը տեսնում է, որ հստակ կա պաշտպանության անհրաժեշտություն, այդ բողոքարկումը նույնիսկ չի էլ ընդունում։ Իսկ մենք ցավոք այս պահին այդ պրակտիկան դատական համակարգում ես կարող եմ դա ինձ թույլ տալ ասել, ես մեր գործընկերների հետ եմ դա քննարկել, մենք այս փորձը դեռևս չունենք, այդ իրազեկումը, այդ կրթությունը եւ իհարկե պիտի ժամանակի ընթացքում սովորենք, ուստի այս նախագիծը դրան չի անդրադառնում, բայց միշտ պատրաստ ենք քննարկելու ձեր բարձրացրած մտահոգությունները այլ նախագծերի շրջանակներում։ Շնորհակալ եմ։